Ընկերներ ողջույն, շարունակում ենք հավաքել երկհարկանի տորթը կնունքի։ Եթե նախորդ մասը դեռ չեք տեսել, կարող եք գնալ եւ տեսնել, քանի որ այնտեղ մի քանի խորհուրդներ եմ տալիս ամուր եւ ստաբիլ հավաքման համար։ Բարձրահարկ տորթերի հավաքման ամենակարևոր պայմաններից մեկը դա կենտրոնական փայտի առկայությունն է։ Կենտրոնական փայտի ուղիղ լինելը կարող եք ստուգել պտտվող սեղանիկի վրա։ Հիմա մեր տորթերը հատ-հատ ավելացնում ենք սինու վրա։ Եթե կենտրոնական փայտը ուղիղ է դրված, այստեղ արդեն ոչ մի խնդիր չի առաջանում։ Հարկի մեջ դնում ենք փայտիկներ, որոնց բարձրությունը հավասար է մեր տորթի բարձրությանը։ Բոլոր փայտիկները պետք է լինեն հավասար։ Այսպիսով մեր երկրորդ հարկի ծանրությունը չի ընկնի առաջին հարկի ծանրության վրա։ Գանաշով հարթեցնում ենք տորթը։ Կարելի է միայն վերևի հատվածը մի փոքր ուղղակի գանաշ քսել եւ տեղավորել հաջորդ հարկը, բայց ես միշտ նախընտրում եմ գոնե սկզբնական հարթեցումը տալ հենց ամենասկզբից։ Տեղավորում ենք հաջորդ հարկը ու ինչպես արդեն ասեցի, այս հարկը նստում է փայտիկների վրա եւ իր ծանրությամբ չի խանգարում առաջին հարկին։ Այս հարկը եւս նախնական պատում ենք գանաշով։ Մինչև 8 կիլոգրամ տորթերը պատելու համար ես աշխատում եմ գանաշով, բայց ոչ բետոնե գանաշով, եւ այս բաղադրատոմսով պատրաստված գանաշը ես օգտագործում եմ իմ բոլոր տորթերի զարդարման եւ ձևավորման մեջ։ Թե ինչպես պատրաստել այս կրեմը, ինչպես դրանով ձևավորել, ինչպես այն հետ բերել սառնանում եղած վիճակից եւ մի շարք այլ նրբությունների մասին ես խոսում եմ իմ դասընթացի ընթացքում, որին միանալու համար դուք կարող եք անցնել մեկնաբանությունում թողված հղումով եւ միանալ իմ Instagram-յան էջին, որտեղ էլ ես շատ հաճախ պատմում եմ իմ դասընթացի մասին եւ թողարկում եմ շատ հետաքրքիր վիդեոներ։ Մի փոքր ուղարկում ենք տորթը հանգստանալու սառնարանում, որից հետո անցնում ենք արդեն վերջնական ձևավորմանը։ Ես միշտ կողքերի հատվածները աշխատում եմ սնդային մեշոկներով, որպեսզի հավասարաչափ տարածվի կրեմը եւ հարթեցման ժամանակ խնդիրներ չլինեն։ Իհարկե երկար տարիներ աշխատելու դեպքում այս պահը կարելի է նույնիսկ բաց թողնել եւ աշխատել ուղղակի կրեմով եւ դանակով, բայց ամեն դեպքում սնդային մեշոկների առկայությունը միշտ հեշտացնում է աշխատանքը։ Տորթը հարթեցնում ենք եւ գնում ենք պատրաստելու վիլյուր, որով պատելու ենք ամբողջ տորթը։ Գանաշի մեջ ես շատ քիչ էի ավելացրել դիօքսիդ տիտան, որպեսզի գույնը սպիտակ լինի, բայց այ վիլյուրի սմեսի մեջ ես շատ եմ ավելացրել, որպեսզի գույնը լինի իդեալական սպիտակ, քանի որ դեկորը լինելու է վաֆլե թղթերով, իսկ վաֆլե թղթերը սպիտակ են։ Վիլյուրը անպայման կատարում ենք մի քանի էտապներով, որպեսզի գեղեցիկ արդյունք ստանա։ Հրեշտակի թևիկները ես պատրաստել էի նախորոք եւ այս պահին ամրացնում եմ հենց վիլյուրի սմեսով։ Թե ինչպես պատրաստել նման դեկոր, ես ցույց կտամ հաջորդ վիդեոյի ընթացքում։ Այնպես որ բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի չկորցնեք հետաքրքիր վիդեոները։ Ավելացնում եմ նաեւ ոսկեգույն խաչը, ինչպես նաեւ տորթի վրա մի քանի տեղ փետուրներ եմ ավելացնում եւ ձևավորում ենք սինին, քանի որ մեր սինու ներքևի հատվածը պենոպլաստ էր, որի գույնը այնքան էլ գեղեցիկ չէր։ Պենոպլաստի վրա երկկողմանի սկոչը չի ամրանում, դրա համար էլ օգտագործում ենք սիլիկոնե կլեյ։ Վերջ, այսպիսով մեր տորթը արդեն պատրաստ է ու կարող ենք այն գրեք ձեր կարծիքը, արդյոք հավանեցիք եւ ինչ ֆորմատի վիդեոներ կցանկանայիք տեսնել իմ